իրականում հենց այն պահից, երբ Ֆրանսիան վերցրեց իր վրա Եվրամիության որպես երկիր եւ Եվրամիության հետ միասին անշուշտ Եվրամիությունը, բայց Ֆրանսիան որպես առաջատար վերցրեցին իրենց վրա բանակցային գործընթացի նոր հունի ստեղծումը, այսինքն նոր տրեքի, սա հնարավոր դարձավ Ռուսաստանը դուրս վռնդել այս ամեն ինչից եւ փաստացի ես չեմ համաձայնվի, որ ինչ-որ մեկը եվրոպական երկրներից շնորհավորում է Հայաստանին կամ Ադրբեջանին, սա ավելի շուտ ցուցիչ է, որ Եվրամիությունը եւ այն խաղացողները, ովքեր եղել են, այնտեղ նաեւ Իրանն աչքի են գնում, Իրանին կարելի է առանձին անդրադառնալ, իրենք ողջունում են նախկինում Ռուսաստանի ազդեցության գոտում, то есть 100%-անոց Ռուսաստանի ազդեցության գոտում, առանց Ռուսաստանի որևէ գործընթացի տրամաբանական ընթացք ստանալու գոնե 50%-ով աջակցության, որտեղ իրականում սա շատ կարևոր քայլ է, բայց սա գործի 30%-ն է, որովհետև սա ընդամենը հիշում եք ես ասում էի բանակցությունների մասին, այդ 17 կետը, որը որ կա, իրենք այն կետերն են, որի շուրջ կամ որի հիման վրա պետք է ստեղծվի խաղաղության պայմանագիրը, չի բացառում, որ իրենք ամբողջությամբ մտնեն խաղաղության պայմանագրի մեջ, բայց կարող է ձևակերպումներ փոխ։ Ամեն դեպքում սա ընդհանրապես նշանակում է, որ բանակցությունները դուրս են եկել այն փուլ, որտեղ որ մենք արդեն գնում ենք խաղաղության պայմանագրի ստորագրության։ Պետք է հասկանալ, հիմա մենք ունեինք հաստատված տեքստ։ Այս հաստատված տեքստը ընդ որում հաստատված չի, համաձայնեցված, որովհետև ըստ Ալիևի, ես Ալիևի աշխատակազմի հետ Ալիևի ողմակի հայտարարությունների, իրենք մեծ հաշվով թքած ունեն։ Ես հիմա առանձին խոսեմ ինչու սա չի կարող իրականություն դառնալ, բայց զուտ իրավական տեսանկյունից սա հաստատված տեքստ է, որի շուրջ որ պետք է, որը առանցքն է խաղաղության բանակցությունը։ Խաղաղության բանակցությունները պետք է հաստատվի տեղ, ժամկետ եւ այլն։ Սա եթե դու գործ ունես երկու կոնտրագենտների հետ, որոնք նորմալ երկրներ են։ Ցավոք սրտի Հայաստանը գործ ունի տոտալիտար երկրի հետ, որը պատրաստվում է պատերազմի, որը ամբողջությամբ մերժել է եւ հերքել ցանկացած ժողովրդավարական գործունեություն ծավալում իր տարածքում, այդ թվում ազատ մամուլի, այդ թվում միջազգային հումանիտար կազմակերպությունների, մենք գիտենք բան երկիր, որը խոշտանգում է հենց հիմա, ասենք, չգիտեմ, կտանքների է ենթարկում հայկական գերիներին, որոնք որ իրականում պատանդ են, ոչ թե գերի, եւ խոսել նրա մասին, որ այս երկիրը ինչ որ կերպ կարող է պահպանել թղթի վրա գրած եւ իր ստորագրությունը, ինչ-որ բանի տեղադրում, չէ սուտ։ Մենք ունենք նոյեմբերի 9-ի համաձայնագիր, այդ Zoom-ով ստորագրած, որը որ Նիկոլից բացի ոչ մեկ շանտեղ չէր դնում։ Ցավոք սրտի ես պետք է ասեմ, որ այսա ողջունելի է, մենք նոյեմբերի 9-ն էլ էինք տեսել ոնց էին ողջունում, բայց սա շանտեղ է դնելու մենակ Նիկոլ, որովհետեւ եթե դու մի երկրի հետ, որը համարում է, որ ինքը քեզ կարող ոչնչացնի ցանկացած պահի, որը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի զինվի եւ հայտարարում է, որ ինքը քեզ պետք է գրավի, դու համաձայնում ես իր հետ առանց միջնորդների բանակցել կամ այդ փաստաթղթին երաշխիք չկա, ակնհայտորեն որ ինքը ցանկացած պահի, քան որ երկու կողմերով եք, իսկ ինքը քեզ չի հարգում, ու ինքը համարում է, որ ինքը քեզ հենց ուժեղ է, ցանկացած կա պետք պահի կարա ասի 6-րդ կետը խախտել ես, չգիտեմ ինչ կետը, օրինակ 17-րդ կետն ես խախտել, եւ վերջ, քանի որ բոլոր գործընթացները, որոնք ենթադրում են խաղաղության պայմանագրի ստորագրությամբ տեղի ունենան, այսինքն բարձրաճ ստորագրեցինք շուտ բաներ են խոսում, ասենք չի իրեմ, ինչ էր այնտեղ, հայցերի հետ կանչում, երկակ, իրանք հայց չունեն, մենք ունենք, օքեյ, հիմա ինքը կարող ասի հայց հետ կանչի, մենք կարանք ասենք ստորագրի նոր, տենց չի, ստորագրի, ռատիֆիկացրու, ուժի մեջ մտցրու նոր, ինքը կարող ասի չէ, հետ կանչի, որ ստորագրեմ ռատիֆիկացնեմ, ու կանգնում է էլի պրոցեսը,
Այսինքն քանի որ դիմացի կողմը ժողովրդավարական երկիր չի եւ իրեն իր հասարակության մեջ ոչ մեկ չի կարող ստիպել այս պայմանագիրը ստորագրել եւ դուրսն է ոչ մեկ չի կարող ստիպել մեծ հաշվով որովհետեւ իր շրջապատը դա ռազմական հանցագործ Բենյամին Նետանյահուն է, ռազմական հանցագործ Վլադիմիր Պուտինն է եւ Սիրիայում ալևիների ոչնչացնող Էրդողանի կլանը եւ Էրդողանի բաները, այսինքն էսա իր արժեքային համակարգը, դու չես կարող համարել, որ ինչ որ մեկը էս ռազմական հանցագործներից Ալիևին կասի մի խախտի ստորագրած այդ պայմանագիրը։ Ինքը ստորագրած պայմանագրով զուգարան կգնա։ Էս ամբողջ հարցը։ Մենք ողջունելի է, որ մենք կարողացանք հասնել այս փուլին, այսինքն մարդու ով չէր ուզում դրան գնար, Եվրամիության, արևմտյան ճնշման տակ պետք է չմոռանալ Բայդենի ադմինիստրացիան եւ Բլինկենը, որը շատ բան արել է սրա համար, հիմա իրանք իշխանության չեն ցավոք սրտի դեռ կապիկություններ են անում Մասկը եւ Վենսը, բայց ամեն դեպքում պետք է հարգել Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչ որ չափով ներգրաված են եղել այս process-ին։ Հիմա արդեն չէ ակնհայտորեն, հիմա ամբողջությամբ Եվրոպան է ստանձնում եւ այս վերջի իրադարձությունները, ոնց մացում են երևի խոսենք, ապացուցում են, որ այս տարածաշրջան կոչված, որը որ սխալմամբ կոչվում է Հարավային Կովկաս, իրականում Հայաստան, Վրաստան, սրանք ամբողջությամբ եվրոպական պատասխանատվության ներքո են եւ այստեղ ոչ մի ուրիշ ուժ դրական ազդեցություն չի կարող ունենալ, բոլոր մնացած ուժերի ազդեցությունը բացասական է։ Եվ քանի դեռ մենք այս ուժերի ուշադրության կենտրոնում ենք, մենք կարող ենք հույս ունենալ, որ մենք նորմալ կկարողանանք այս գործընթացը ստիպելով առաջ տան, որովհետև ել եմ կրկնում։ Այս պայմանագիրը ստորագրելու համար մեր բարեկամքը բավարար չի։ Այս պայմանագիրը, որպեսզի այս տեքստը, որպեսզի դառնա պայմանագիր, ռատիֆիկացվի եւ ուժի մեջ մտնի Ադրբեջանում, մեծ հաշվով այդ ապշերոնյան կլաները, որպեսզի համաձայնվեն, որ իրանք էլ ռազմատենչ բաներ, ես բազմիցս ասել եմ, ինչու իրանք չեն ուզում դա անել, որովհետև դա ավտոմատ կերպով կնշանակի, որ իրանք պետք է բացեն սահմանները, այսինքն կորցնեն բնակչության 30-ից 40%-ը, որոնք միանգամից դուրս կգան այնտեղ աղքատությունը։ Դա նշանակում է, որ իրանք պետք է մոբիլիզացիան դադարեն եւ բանակը դուրս թողեն, եւ երեք ես բավականին հետաքրքիր հանդիպում ունեցա իմ վաղեմի ընկերների հետ, ընկերոջս հետ, որը սենց ասեմ, շատ ավելի տեղեկացված է, կա ինչ-որ բան, որ այսինքն Ալիևը օգտագործում է բանակը նաև այլ բաների համար, չհաստատված, չեմ ուզում բան ասեմ, չհաստատված տեղեկություններ կան, որ Ադրբեջանը Արցախում այսպես կոչված վերաբնակեցման այդ ընթացքում ինչ-որ բաներ է տեղի ունենում եւ տեղի են ունենում օրգանների վաճառքներ իր մարդկանց։ Այսինքն ինչ-որ մարդիկ գալիս են, մեկը տրակում են ականների վրա, բան, սենց կեղտոտ պատմություններ կան Ադրբեջանի հետ կապված, ինչու դա ինչ չի զարմացնում, ժամանակին դա շատ տարածված էր Ալբանիայում եւ Կոսովոյում։ Եվ դա բանի հավասարական այդ պատերազմների ժամանակ դա գործեր կան։ Ասենք Հաղագայի տրիբունալում դա նայել են այդ գործերը, մարդիկ փախնում բան, հիմա իդեալական պայմաններ են այնտեղ բանա, խավարի մեջ գտնվող գոտի է, ինչ այնտեղ կատարում ոչ մեկ չգիտի, դա էլ է մի բան, ցուցիչ, որ Ադրբեջանին ձեռք չի տալի դա վերջան, այսինքն չկա որևէ գործոն, որը Ալիևին ձեռնտու է, որպեսզի պատերազմը դադարի, սրա մասին է խոսքը։